Փառք Հիսուսին քույրեր եղբայրներ ջան։ Փառք Աստծուն այսօրվա համար, այս երեկոյի համար ու Աստված մեզ նորից հավաքել է։ Չեմ կարծում մեզ պարապ Աստված հավաք է։ Ուն անելիք մեր հետ, ունի ասլիք մեզ, ունի խրատելու մեզ ամենքից, սկսած ինձանից քույրեր եղբայրներ ջան։ Ուզում մի քիչ ուղղակի կիսվեմ, որտեղ կարոզածն եմ, այլ ուղղակի մի քիչ խոսեմ, կիսվենք։ Այսվա երիտասարդությունը մի վատ ճանապարհ անց, մի վատ ընթացք, դժվար ընթացք։ Այդ ժամանակում երիտասարդը լինի աստվածապաշտ դահրաշքը։ Ունայն եմ մեզ ձեզ ուրախանում եմ, որ կա Տիրոջ տան մեջ երիտասարդություն։ Կա ասում պաշտող զավակներ, երիտասարդներ, որ եկեղեցու ապագան է երիտասարդություն։ Ես ուզում մի քիչ խոսենք, թե ինչպես ապրի երիտասարդը, ինչպես ապրի։ Այսօր մի կողմից կներեք չնեղացնեմ անգարձես, եղբայրները շատ պահանջում ձեզանից, մի կողմից ընտանիքում են շատ պահանջում ձեզանից միգուցե, լավ ոնց ապրի երիտասարդը, ինչպես ապրի երիտասարդը քույրեր եղբայր։ Ոնց գնա առաջ երիտասարդ։ Վերջ ես եմ ձերպես եղել երիտասարդ, եղել եմ շատ փոքրուց հավատքի մեջ, շատ դժվարություններ ենք տեսել, շատ դժվար ճանապարհներ ենք անցել, բայց ասորումությունը գիտեք, որ այսօր մենք կանք Տիրոջ տան մեջ։ Ուզում մի քիչ փոքրիկ խոսել, գրված այսպես առաջի Կորինթացիս, առաջի գլուխ 18 խոսքը, 18 խոսք։ Քանզի խաչի քարոզությունը կորսվածներին հիմարություն է, բայց մեզի փրկվածներից Աստծո զորությունն է։ Խաչի քարոզությունը կորսվածներում հիմարություն է, բայց մեզի փրկվածներից Աստծո զորությունն է։ Շատ կարևոր է, որ երիտասարդն այս խոսքով ապրի։ Ակամա դե կամա մարդը գնում է երկու վիճակի մեջ, կամ ապրի Աստծո խոսքի հավատքով, կամ ապրի ինչ-որ օրենքներից ձեռնընկած։ Այս չանեմ, այն չանեմ, այն չանեմ, այնպես անեմ։ Ու ընկնում է երիտասարդը, ընկնում է դժվարության մեջ, ընկնում է։ Ես իմ կյանքից մի դեպք պատմեմ ու նոր շարունակեմ խոսքս։ Երբ որ չկա Քրիստոս վրա ունեցած հավատքդ, որ չկա Քրիստոսը քո կյանքում գործ կատարածը, դու իր վրա հավատքով չես հենվե, չես շինվե հավատքով, դու պիտի մի բան անես անպայման։ Դեղնես տարեղության մեջ։ Ես դե նման երիտասարդ էի, շատ է ուզում որ ապրեի սուրբ կյանք, մաքուր կյանք, վերջապես շատ էի վրայից բեռեր դրել ու չէր ստացվում։ Ինչքան աղոթում էի, հակառակն է լինում։ Ինչքան կարդում էի, հակառակն է լինում։ Այնքան մեղքեր է գալիս կյանքիս մեջ։ Համար ասում լավ եւ պիտի պրծնեմ սրանից։ Մի օր ասում լավ կանի շատ ծոմ պահեմ։ Ինքան ծոմ է պահե քույրեր եղբայրներ, ինքան է պահե։ Ամիսնով պահել է ծոմ է պահում։ Անտած ծոմի մեջ էի։ Նիհարել էի։ Որ գայշը կապում է շալվարից, ոնց է նախճինի նման շալվարից փորփոր է, յուբկի նման փորփորն էր։ Իդքան նիհարել էի։ Բայց ճար չկար։ Ինքան մորենք էս իմ վարդարებ, դե այն չանեմ, բայց ոչ ման չէ ստացում։ Բան չէ ստացում։ Հեր դուք փորձում եք այդպես բան անեք։ Ձեր մոտ ստացում է։ Չի ստացում, չէ։ Ճիշտ իմ նման եք։ Բալավ ինչ անեմ։ Ամանչում եմ շատ բաներ ասեմ եղբայրներին։ Գնում եմ վազին եղբայր մոտ խոստմանում եմ։ Վերջապես ճար չկա։ Որոշեցի, որ հավատքից հեռանամ։ Ասեմ եկա ինձանից բան դուրս չի գա, որոշի հեռանամ Հիսուսից։ Չեմ դու շատ երկարացնեմ, շատ տառապանքներից հետո տարիներ տառապել եմ, բայց իմ սխալ հավատքի պատճառով, իմ ոչ ճիշտ հավատքի պատճառով, ընկնել օրենքի գիրկը, ես իմ համար ինչ որ հավատք է սարքել,
ինչ որ բաներ է սարքե ու տագիդը դու չեք անում գայի։ Ու որոշեցի, որ ոչ ոքին չասեմ, գնամ աշխարհ, գնամ մեղքեր գործեմ, որ գնամ ուղիղ դժոխք։ Այդպես որոշել էի ու բարձրացա վերևի հարգում դուրը փակեցի ու լացլով հրաժարվում Հիսուսից։ Ների ինձ որ գնամ աշխարհ, դու այնքան սուրբ ես, դու այնքան բարի ես, որ ես պիղծ մարդ եմ։ Գնամ աշխարհ, գնամ դժոխք, դու ինձնից պրզնես, ես կեղտոտ մարդ եմ։ Ու դες լացլով աղոթում եմ, վերջի հրաժեշտ եմ տալիս Հիսուսին։ Ու վերջի հայրմերն եմ ասում, հասել եմ հայրմերի վերջի բարերին ու հանգարց մի անուշ ձայն հասավ ականջիս։ Հակառակ իմ պատկերացին, հակառակ իմ իմացածին, հակառակ իմ հիասթափությանս, Տերը խոսեց ձայն, կենդանի ձայն եմ լսել, ասեց, որդիս, ես քեզ սիրում եմ։ Որ այդպես բան ասեց ինձ, ես հանգարցակին եկամ ոնց թե, փաստորեն դու ինձ սիրում ես։ Այնպես հանգարցակի եկա, ուսեն ձերքը երկարեց ինձ, իրա վերքերը տես այս, ասեց այս վերքերս քո համար են։ Այդ խոսքերը ոնց որ անց լիներ, մեջս մտներ, նեսս թափանցեր, իմ հոգու մեջ հասներ, իմ հոգուս հատակն հասավ, իմ նեսս բան փոխվավ, ես նեսով փոխվեցի, նեսս բան կատարվավ, երեխեք ջան, ու իմ հոգի կյանքը նոր սկսեց, ոնց որ նոր լինեի հավատացյալ, նոր լինեի Աստծուն պաշտող, երբ իմ նեսս Քրիստոսը իրական գործ կատարեց գուրեր եղբայրներ ջան։ Եվ որ չկա այդ հավատքի հայտնությունը մարդու կյանքի մեջ, ակամա թե կամա մարդը գնում է օրենքի գրքի մեջ, օրենքի ձեռքն անգնում։ Գրված այսպես մի կարճ համար եմ կարդալու, մի կարճ։ Ակամա թե կամա մարդը ընկնում է դրա մեջ, ուզես թե չուզես, դու դրան մեջ ընկնում ես։ Գրված այսպես։ Հռոմայեցիս 4:15-ի առաջի մասն եմ կարդում։ 4:15-ի առաջի մասը։ Վասնզի օրենքը բարգություն կգործե։ Օրենքը բարգություն է գործում։ Վրեդ բարգանում է։ Սատանան մի կողմից է վրեդ բարգանում։ Չես կամ կատարես, չես անում, հա։ Ու կարծես թե մարդը գնում այդ վիճակի մեջ քուրեր եղբայրներ, ու էլ չգիտի մարդը ինչ անի, ոնց անի, ուր գնա, ինչպես անի, որտեղ չգիտի ապրել հավատքով։ Չի հասկանում Հիսուսի արածը, իր խաչը, տառապանքը, ում համար է եղել։ Օրենքը դա ցույց չի տալիս։ Դու ակամա դե կամանում ես օրենքի ձեռքը։ Միգոց օրենքն է քեզ խեղդում, ընկն է պահանջում, միգոց սատանան է պահանջում, միգոց Աստվածը ասում, բա ուր ես, քո վիճակն ինչպիսին է, չես իմանում ինչ անես։ Այդ տառապանքներից ապրել եմ։ Հարազատներ, ես ուզում եմ օգնացնեմ ձեզ աստորմությամբ, նաև բոլորիս, որ արդարը պիտի ապրի հավատքով, ինչպես գրված է Տիրոջ խոսքում, Հռոմայեցիս գրքի մեջ գրված այսպես, առաջի գլուխ, Հռոմայեցիս 17 խոսքը, վասնզի անով Աստծո արդարությունը, որ է հավատքեն, հավատքի համար կհայտնվի, ինչպես գրված է, թե արդարը հավատքից պիտի ապրի, հավատքեն պիտի ապրի արդար։ Թե մեր մեջ Քրիստոս արդարությունը չհայտնվավ, մենք Քրիստոս արդարացան մեր մեջ հավատքով չընդունեցինք, և մեր հաղթությունը չեղավ Քրիստոս, դեղնես դու քո ուժերի վրա, ընկնես օրենքի ձեռքը, ընկնես չիկանների ձեռքը ու գնաս հեռու հավատքից։
խաչի քարոզությունը կորսվածի համար հիմարություն է, բայց մեզի փրկվածներից Աստծո զորությունն է։ Խաչի մեջ, խաչվածի մեջ, հիսիմավան մեջ, նա հարության մեջ, նա զորության մեջ, որ խաչով մեզ բերեց այդ հաղթական կյանքը, իրա մեջն այդ հաղթությունը քուրեր եղբաներ։ Մարդը ինքնին չունի այդ կարողությունը, որ իրա ուժերով մեղքի դեմ պատերազմի եւ հաղթի աշխարհին, հաղթի ցանկություններին, հաղթի բոլոր տեսակետ մինչերին, որ մարդու վրա հարձակում է, մանան երիտասարդների վրա։ Մարդը չունի այդ կարողությունը, բայց Քրիստոսի խաչովը, նա մահովը, նա հարության զորությունովը քեզ տրվում այդ հաղթական կյանքը։ Դու այն ընդունի հավատքով, դու առ հավատքով, դու վերցու Տիրոջ խոսքից հավատքով, որ Քրիստոս քո համար զորությունը դառնա, քո կյանքիդ հաղթությունը դառնա, որ դու մեղքից իսպար ազատ ապրես, չհաճես մեղքի կյանքը։ Քեզ լինի հայտնի, թե խաչը քո համար ինչ է բերել, ինչ է արել քո համար, խաչը Քրիստոսի։ Աստծո որդին քո համար, իմ համար, մեր սիրուց իր փառքը թողեց, իր աստվածությունը թողեց, նա մարմին հագավ, նա մարդացավ, նա մեռավ որպես մեղավոր մեր փոխարեն, որպես մենք իր մահովը արտաներ լինենք, քույրեր եղբայրներ, արտաներ լինենք։ Մենք հավատքով այդ կյանքին ենք հաղորդվում։ Մենք հավատքով այդ կյանքն է մեր գալիս, մենք այդ կյանքն ենք ընդունում։ Խաչի քարոզությունը, ինչ է ուզում ասել Աստված իր որդու խաչովը, քույրեր եղբայրներ։ Ես շատ չեմ ուզում կանգ առնեմ, եղբայրները խոսեն, մի քանի տեղ եմ ուզում կարդամ եւս անգամ, որ նույն Կորինթացիս, նույն գլուխը, առաջի գլուխը, 31 խոսքը։ Որպեսզի ինչպես գրված է, ամր կպարծենա, թող Տիրոջմով պարծենա։ Քո ուժերով մի պարծենցի, քեզանով մի պարծենցի։ Ուզում ասած որ մեզ ցույց տա, որ քո ուժով չի հաղթությունը, քո եղած մամնի ջանքերով չի, հապա հավատքով է, իմ որդուս խաչով է, իմ որդուս միջոցով է, իմ որդուս հայտնությունով է քո կյանքի մեջ, Սուրբ Հոգու զորությունով է, ու դիկա հոգուտ մեջ, որ կանաս հաղթես, կանաս պատերազմես, այս խավարի դեմ, աշխարհի դեմ, սատանայի հնարքների դեմ, Պողոս ասում է մենք չգիտող չենք նրա գործերը, մենք նա հնարքները գիտենք, մենք տեղյակ ենք, բայց խաչով Քրիստոսի, նա զորությամբ մեզ բերված է հաղթություն, մեզ տրվում է հաղթություն, դու այն պիտի հավատքով ընդունես, արտարը հավատքից պիտի ապրի, Քրիստոսի վրա ունեցած հավատքից պիտի ապրի, եւ շատ կարեւոր է որպեսզի մեր Աստծո խոսքը բնակվելով դառնա հավատք, խոսքը դառնա հավատք մեջ, մենք ընդունենք Տիրոջ խոսքը, որպես Աստծո խոսք, ավետարանի խոսք, ճշմարտության խոսք։ Եկված այսպես նույն Կորինթացիս 2 գլխում 4-5 խոսքերը, ու իմ խոսքս եւ քաջությունս, որտեղ մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, հապա հոգու եւ զորության ապացույցներով է։ Որպես ձեր հավատքը մարդոց իմաստություն չլա, հապա Աստծո զորությունով լինի։ Եվ քո մեջ Աստծո խոսքը Քրիստոս կյանքի հայտնությունն է գալիս, դու հնում ես խաչի վրա, նա կատարածի վրա, նա այրան վրա, վերքերի վրա, խոսքն են սենվում, Սուրբ Հոգուն են սենվում, քո մեջ այո զորությունն է ներգործում։
Դա ընդունի հավատքով։ Եվ այդ հավատքով եկած կյանքը քեզ ազատ կանի։ Երիտասարդն ինչով պիտի ապրի։ Ինչով պիտի ապրի հավատքով։ Դե աշխարհն հաղթես հավատքով։ Սատանան հաղթվի հավատքով, Քրիստոսի կատարած խաչի զորությամբ։ Հակառակ դեպքում ուրիշ ձև չկա, բարեկամներ ջան, քուրեր եղբայրներ ջան, երիտասարդներ ջան։ Ման հավատա, որ աշխարհի մեջ կյանք չկա։ Իսկ դա մեզ խաչ պիտի բաց անի, իր խոսքը լույսը պիտի հայտնվի մեզ։ Հələ պատկերացրեք, ես այսքան որ այստեղ եմ, ինչքան բոմժեր եմ տեսնում, ինչքան մարդիկ թափառած, որ կարող են լավ հայր լինեն, լավ մայր լինեն, լավ ընտանիք լինեն, բայց իրանց նեսի կյանք իրանց այդպես նա դարձրել։ Իրանց նեսի կյանքն է դա։ Իրանց ուզած հավատացած կյանքն է դա։ Քուրեր եղբայրներ ջան, մենք պետք է կանանք հավատանք, Աստծո խոսքին դե մեր հայրն ասում է, դա մեջ մեղ կա, անես կա, մի դիպչի, մի մոտեցի, համը մի առ, դե հավատաս դրան։ Որի եղբայրը էր ասում, Հիսուսը զրկիչ չի, նա փրկիչ է։ Փրկիչ։ Մենք պետք է կանանք հավատանք Ավետարանի խոսքին։ Հավատանք, տեսնենք մեզ ինչ ասում է խոսքը։ Մի ընկի ոչ քո ձեռքը, ոչ էլ մի ընկի օրենքի ձեռքը, ընկի Հիսուսի գիրկը։ Նամագրված եկեք ինձի, բոլոր հոգնածներ, բոլոր բեռնավորվածներ, ես ձեզ կհանգստացնեմ։ Գիտեք, ես մինչև չձերբ ազատվա դրանից, մինչև դեն իմ կյանքում չհայտնվավ, ինքն ազատ չարեց ինձ, իմ նեսս փոփոխություն չկատարվավ, խաչի զորությամբ այն վերքի շնորհքով մարդ իրանով չի կարա։ Անկարող է մարդը։ Պետք չի մարդը հավատք սարքի, այն հավատքը կա, Աստծո խոսքը մեր հավատքն է։ Աստծո խոսքից է հավատքը, կենդանի հավատքը, աշխարհին հաղթող հավատքը, մեղքը հաղթող է Ավետարանի հավատքը։ Քուրեր եղբայրներ, զորություն կա Ավետարանի մեջ, ուժ կա Աստծո խոսքի մեջ, փրկություն կա, կյանք կա Քրիստոսի մեջ։ Դու ինչի վրա ես շինում քո հավատքդ։ Ինչի վրա։ Մի տասատ աղջիկ է եկել մեզ մոտ նորերի հավաքույթ, մի քիչ վարքը լավ չէր, աշխարհում թողել էր այդ աշխարհի վարքը, եկել էր պաշտամունքներին, այդ որ ես խոստովանություն էի անում, մյուսներից սա էլ ներս մտավ, դեսյան ճանաչում էի, ասի դու ես եկել, դու եկել եմ խոստովանվեմ։ Ես ուզում եմ իմ համար ասեմ, թե յան դու երբ ես ապաշխարել, որ հիմա եկել ես խոստովանվելիս, գնա կապաշխարես, նոր գգաս խոստովանվես։ Ու այս քույրիկի մեջ ինքան գեղեցիկ կառույց է արել Սուրբ Հոգին, որ ես չգիտեի։ Այդ պայն եղբայրից առաջարկում մնացածին, որ աղոտ կանեն, դուրը բացած ասեց, քույրեր եղբայրներ, ռադի եղբայր չի հավատում, իմ կյանքս փոխվել է, նեսս փոխվել է։ Ասեց աշխարհն ինձ չի ընդունում, եղբայրն չի հավատում։ Այդ պայն եղբայրն ասել է, որ եկեք ծունգի աղոտ կանենք։ Քույրն է ծունգի եկավ, հենց ծունգի եկավ ու Սուրբ Հոգով մգրտվեց։ Դգնա ռադի եղբայր ջան, դու քո աչքը վեր չափում։ Քույրեր եղբայրներ ջան, հոգի կյանքը նեսի կյանք է։ Նեսի սրբությունն է։ Նեսը ապրելու կյանք է։ Հավատքով Քրիստոսի խաչով բերված կենդանի կյանքով է։ Ու գրված այսպես։ Մի եղբայր ասում է, եղբայր ջան, ինչ է մեզ մեղքն ինձ խեղդում են, mən ինչ որ գործել եմ անդադ միտս է գալիս։ Ասի տես ինչ ասում քեզ Ավետարանը։ Որ ինչ ասում քեզ եկած մտքերը, ինչ ասում քեզ Ավետարանը։ Ինչ ասում ես, քուրեր եղբայրներ, այ խաչը Քրիստոսի, այն հաղթական կյանքը, զորեղ կյանքը քո համար ինչ է կատարել։ Ինչ է բերել քո համար, որ դու հավատաս դրան ու այդ հավատքով ապրես։ Գրված այսպես, Հռոմայեցիս 4:25։ Որ մեր հանցանքների համար մատնվեցավ,
Եվ մեզ արդարացման համար հարություն առավ։ Դա հավատք է։ Քրիստոսի ունեցած հավատք։ Նա մեր համար մահվան ամատնն է։ Նա մեր համար մահա ճաշակ է։ Որպես մեղավոր դատապարտվել է խաչի վրա, մեր համար, իմ համար, քո համար, նա դատապարտվել է։ Դու կարես ընդունես հավատքով, որ քո համար Քրիստոս խաչի վրա դատապարտվել է, որ քեզ արդար հայտարարի, քո մեղքերը ջնջելու, քեզ խաչին բերելու, արամ լվացվելու։ Եվ 5-րդ խոսքը ուզում կարդամ առաջի խոսքը։ Ուրեմն մենք, ուրեմն դու, ես, ասուն հավատացյալ, Հիսուսին պաշտող մարդ, մենք հավատքով արտածած ըլալով խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ահա այն միջոցը։ Ահա միջոցը։ Դու ինչի վրա ես շիում։ Քո հավատքը ում վրա է կառուցվում։ Քո գործերի, քո մարդկային արդարությունների, քո հնարած ինչ-որ հավատք սարքածների վրա, թե ավետարանի վրա, քուրեր եղբայրներ, թե ճշմարտության վրա, հարազատներ ջան։ Եվ առաքյալը այդպես ասում, ու ես իմ խոսքս պիտի ավարտեմ, գրված այսպես Գործք առաքյալոց 20-րդ գլուխ 32 խոսքը։ Եվ հիմա եղբայրներ, կհանձնեմ ձեզի Աստծուն ու նա շնորհքի խոսքին, որը կարող է շինելու եւ բոլոր սրբավազներ ձեզի ժառանգություն տալու։ Ում ես դու հանձնվում։ Հանձնվել Աստծու խոսքին, Աստծուն հանձնվել, որ դա հանձնել վիճակիդ, հանձնել քո հասկացած գաղափարներին, քո հնարած օրենքներին, քո հնարած հավատքին, այլ հանձնվել Աստծուն նա շնորհքի խոսքին, որ կարող շինել հոգուտ աշխարհի մեջ, կյանք նորոգել։ Քրիստոսի կյանքը քո մեջ, ի մեջ հավատքով ձևավորվի, ձևակերպի մեջ երկնքի կյանքը քուրեր եղբայրներ ջան։ Արտարը հավատքից պիտի ապրի։ Ջանքով չի, մարդկային ուժերով չի, մարդկային սակած հնարավորով չի, այլ հավատքից է։ Ու կպարտան թող Տիրոջմով պարտանա կարտացին։ Քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված մեզ, երիտասարդներ ջան, որ այս օրերի մեջ դուք տենաք այս աշխարհի մեջ կյանք չկա։ Կյանքը Հիսուսի մեջն է։ Ունես Հիսուսին, կյանք ունես։ Ունես Հիսուսին, փրկություն ունես։ Ունես Հիսուսին, հաղթություն ունես։ Ունես Հիսուսին, սատանայո հաղթություն կա, կյանք կա տված քեզ, հավատի ձեռքով, Քրիստոսի զորությամբ, ոչ թե քո նարդներով, քո մարդկային կերպերով, ունալ Հիսուսին, ունալ կյանք, կյանք իր մեջն է։ Եվ ասած մեզի հավիտենական կյանք տվավ, որ այդ կյանքը նոր որդու մեջն է։ Հիսուսի մեջն է, ունես իրեն, կյանք ունես, չունես իրեն, կյանք չունես։ Քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված մեզ։ Ուզեմ կանել աղոթքի Տեր, բացվի ինձ ճանաչեմ քեզ, բացվի ինձ ճանաչեմ քեզ, քո կատարածը ճանաչեմ, քո խաչը ճանաչեմ, քո վերքերը ճանաչեմ, քո արան զորությունը ճանաչեմ, թափված իմ համար, ու ինքը մեզ ծախու է առել, իր համար, մենք իր ժողովուրդն ենք, իր ընտանիքն ենք, իր զավակներն ենք, այսօր տգար ես, վաղը պիտի զորանաս, այսօր ընկած ես շատ պակասների մեջ, դա պիտի քեզ ոտքի անի վաղը, շինվի հավատքով, զորացի հավատքով, գանք Տիրոջ առաջ,